Music Radio, ամեն ինչ լավ է լինելու։ Դեմ դիմաց Ռաֆայելի և Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music, հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի և Դերենիկի հետ Օլաներ և բոնժուրներ հավատարիմ ռադիոլսողներին, բարի օր, բարի երեքշաբթի և առավոտ և երեկո, նայած որ անկյունից եք աշխարհի մեզ միացել, Դերենիկ, բարի օր եմ ասում նաև ձեզ, հերթական զրույցը մեկնարկեց։ Բարի լույս բոլորին։ Տեսնես, որ հաշվեինք, եթե հաշվեինք այս տարիների ընթացքում, սա մեր որ 1000-րդ եթերն է, չէ։ Եթե տարին 365 օր ունի, չէ, հիմա բանը մեր փայլուն մաթեմատիկական գիտելիքները հիմա գործ էինք դնում շեշտակի ուղղակի շեշտակի։ Բայց իսկապես մենք երկուսով, չէ, ոչ մի տենց մաթեմատիկական խնդիր չկարողանանք լուծել, հնարավոր։ Իհարկե, այն տարի դիսկրիմինանտը ուղիղ եթերում չհաշվեցինք։ Ուրեմն տարին 365 օր մենք հանում ենք մոտավորապես 60-ը, չէ, բանը այդ շաբաթ-կիրակիները։ Դե 300 ամիսը 4 շաբաթ է, սպասի, հաշվել է։ Ամիսը 4 շաբաթ է, չէ։ 12 անգամ 4 ինչ կանի։ 44 12 48 48 Դե ամեն շաբաթը 2 օր հանի 2-ի բազմապատկի 12 12 24 է 48 եւ ինչ անենք 2 օրը շաբաթվա ամեն շաբաթվա չենք աշխատում, չէ՞։ Այսինքն 6-ը հանենք, 6 հատնե անենք 48-ից հանած 6 42։ Այսինքն 42, հա։ Ինչ է դա։ 4 6 չէ, 8 պիտի հանես, 4 շաբաթ հա, 2 օր ամեն շաբաթ 40 օր, այսինքն։ Էդ հիմա ինչն է այդ 40-ը, հասկացանք, լավ։ 40-ից 48-ից շաբաթների թիվն է։ 40 շաբաթ։ Այսինքն Չէ, մի րոպե։ Լավ, արի սենց հաշվենք։ Okay։ Ամիսը ունի 4 շաբաթ։ Այո։ Ուրեմն ամեն ամսվա մեջ 4 շաբաթից 6 օրը չենք աշխատում, ամեն շաբաթ 2 օր չենք աշխատում։ 6 հանի ինչ եղավ։ Միապես ուզում ասեմ ինչից ենք 6-ը հանում։ Ամսից ամեն ամսվա 6 օրը չենք աշխատում։ 2, օքեյ։ 30-ից 6 այսինքն մի շաբաթը համարյա հանի, էլի 6 օր, 7 օր։ Լավ, 30-ից մի հանի մնում է 20, ուրեմն ամիսը 20 օր ենք աշխատում, տարին 12 ամիս ունի 12 անգամ 20 անգամ, մի րոպե, 20 անգամ 12 ենք անում, և բազմապատկում ես 8 տարով, կլինի այդ քանակը դուրս կգա մոտավորապես։ Դե դա էլի 2000-ին ենք մոտենում։ Դե բա, կատակ ես անում։ Դա 2000։ Այսքան մենակ բարի լույսություն ասես Էրիկա։ 2000 օր մարդկանց հետ նկատակ բան չի, էլի։ Հիմա զանգ ունենք մեզ մաթեմատիկական գիտելիքներով, հեսա շռնդալից պատասխանած են այ։ Մաթեմատիկոս է զանգողը երևի։ Տեսնենք ով է միացել, բարև ձեզ։ Hello։ Բարև ձեզ։ Մենք ձեզ լսում ենք։ Չէ։ Okay, լավ։ Ինձ թվաց սա մաթեմատիկական գիտելիքներով։ Դե մոտ 2000 օր կատակ բան չի, էլի 2000 օր։ Մենք մեր ռադիոլսողների հետ ենք ու ասում ենք, քննարկում ենք այն ինչ կա մեր շուրջը, հերթական օրը մեկնարկեց 1990։ Մինչև այդ նորություններին անցնելը, ուզում եմ այս զանգերի մասին մի քանի բան ասել ձեզ, հարգարժան ռադիոլսողներ։ Ուրեմն, եթե նկատել եք, մենք անգամ հաճախ մեր խոսքը ընդհատում ենք ձեր զանգերին պատասխանելու համար։ Որտեղ մենք սիրում ենք, որ դուք զանգում եք, մասն եք դառնում այս հաղորդման, բայց այստեղ մի քանի բայց ունենք մենք, որը խախտել չի կարելի։ Ուրեմն մենք կարող ենք անջատել հեռախոսը առանց զգուշացնելու անգամ 3 դեպքում։ Առաջինը, երբ դուք օգտագործում եք լեզու, որը պատշաճ չի մեր ռադիոկայանին, ասենք բառեր, արտահայտություններ, վիրավորական, անձնական, այդ ժամանակ մենք իրավունք ունենք մի անգամից անջատելու։ Այնպես որ նախորդ զգուշացնում եմ։ Հիշեք, թե ինչ բառապաշար եք օգտագործում։ 1. Երկրորդը կոնտենտը, այսինքն բովանդակություն ինչ եք ասում։ Եթե օրինակ դուք պատերազմի կոչ եք անում կամ մեկին սպանելու կոչ եք անում, որ մենք կանջատենք հեռախոսը, առանց նեղանալու եւ դա անքաղաքավարի չի լինի մեր կողմից։ Եվ երրորդը սիրելիներ, երբ որ դուք չափից ավելի երկար եք խոսում։ Հասկացեք, մենք ես ու Ռաֆայելը հավասար հիմունքներով 50-50 հիմունքներով պատասխանատու ենք այս մի ժանվա համար, որը դուք միացել եք մեզ լսելու։
Եվ մենք իրավունք չունենք թույլ տալ, ինչքան էլ ձեր խոսքը լինի ցանկալի, որ ասենք խոսեք 15-20 րոպե կամ կես ժամ։ Հնարավոր չի դա։ Մենք ենք պատասխանատուն այս ժամի համար, հասկանում եք։ Եվ այդ դեպքում ուրեմն խնդրում եմ, դուք զանգել եք, մենք ձեզ լսել ենք։ Երբ որ ասում եք, այո, մենք լսեցինք ձեր կարծիքը, շնորհակալություն, ել մի շարունակեք։ Որտեղ մենք չենք կարող ամբողջ շոուն մեր տրամադրել ձեզ, հասկանում եք։ Եվ զանգերը դիալոգի համար են, ոչ թե սա ամբիոնա, որ դուք վեր կենաք ու խոսեք ձեր բանը, հա, գաղափարները, այլ դիալոգ սա կա, մոնոլոգ կա, դիալոգ, հայերեն ասում են մենախոսություն եւ երկխոսություն։ Օրինակ Համլետը, որ ասում է լինել թե չլինել, այս է խնդիրը, որն է հոգեպես ավելի ազնիվ, դա մենախոսություն է։ Բայց մենք դիալոգ ենք ուզում, երկխոսություն, որ դուք ասեք, մենք ձեզ կլսենք, մենք ասենք, դուք կլսեք։ Այնպես որ եթե երկարեց խոսակցությունը կամ լեզուն եղավ ոչ պատշաճ կամ բովանդակությունը, մենք անջատում ենք հանգիստ խղճով հեռախոսը եւ անցնում ենք հաջորդ զանգ։ Հիմա զանգում ենք, տեսնենք դիալոգ է։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Ուրեմն տարին ունի 52 շաբաթ։ Ահա։ Շաբաթը 7 օր է, անում է 364 օր։ 104 օր դուք չեք աշխատում, որովհետև երկու անգամ 52 հատ 2 օր չեք աշխատում։ Այդ նույնը ինչ կան 2720 Սպասի Ռաֆայել թող։ 52 շաբաթ 7 օր կոմենտներում է անում է 364 օր։ Դուք 52 օր 52 շաբաթ 2 օր չեք աշխատում 104։ Ահա։ Այո, հարգելի։ Մնում է 260 օր։ 260 օր Ահա, ամեն տարի։ time 260 անգամ 8, այսինքն։ 260 անգամ Ահա։ 260 անգամ Հաշվում եմ։ 8 տարի 2080։ Ելնում է 2080 Այո։ Օ։ Բրավոներ ձեզ, ուղղակի կոմենտներում Հարութ Սահակյանն է գրել 2720 օր, այսինքն լրիվ պրիշտիվ է։ Մենք Ես ավելի դամահ։ Ես ես համաձայն։ Ախ, այս թվերը։ Շնորհակալ ենք Մասնագիտությամբ ով եք, Հարգարժան։ Դուք մասնագիտությամբ ով եք։ Գրականություն։ Բայց կարծեք թվաբանությունն էլ ված չեք, հա։ Շնորհակալ ենք ամեն դեպքում զանգի համար չի անջատեցել գծի մեջ չի Արգաժան ռադիոլսողը։ Գիտարքիր է, ինչ գրականություն է Գրականություն։ մասնագետները։ Ասեց գրական, հայ գրականությունը, արտասահմանյան գրականությունը։ Արտասահմանյան գրականություն։ Ողջույններ Ամստերդամից, Մերինա Մելեքյանն է։ Ասեց շնորհակալ, ասեց մեր պատվո դեսպանը, ասում է չասեց գրականություն, ասեց շնորհակալություն։ Օ, շնորհակալ։ Այդ էլ մասնագիտություն չի որ վերցնես։ Ջերմ բարևներ Սիսյանից, ասում են Նաիրա Ազոյանը, բարև ձեզ հարգելից, Մոսկվայից բարևներ ունեն, Գալինա Դալինյան։ Good morning, dear Derenik and Rafael, Anna Ասլանյանն է ասում, բարև ձեզ։ Տարին 52 շաբաթ ունի Մանուկն է ասում Մանուկյան, Բրյուսելի ասել ողջույն, Oceanside-ը այստեղ է, Գերի Դավիթ։ Մի օր գնալու ենք Oceanside, Ռաֆայել։ Ահա, տես Արման Հովանիսյանը մեր հարգարժան, ինչ կարքի, ասում ինչ եք տանջվում, chat GPT արեք, արդեն եք աշխով։ Այ աստվածի, ինչ դարում ենք ապրում, ինչ եք տանջվում, բայց սա վտանգավոր է, այսինքն մենք փաստորեն են որ ասում էր դադարում ենք մտածել, չէ՞, թվաբանական։ Գիտես ինչ է, Ռաֆայել, ոչ թե դադարում ենք մտածել, ես էլ եմ դրա մասին շատ մտածել եմ։ Չէ, գիտես ինչ է լինում, անալիտիկ մտածելակերպը տա փչանում, որտեղ ինքն է քո տեղ անալիզ է անում, հասկանում ես, հա։ Եթե ասենք, եթե Google ես անում, մի քիչ փաստերը դնես իրար կողքի ու եզրահանգման գաս, ինքը քեզ միանգամից եզրահանգումն է տալիս, որ դու էլ անալիտիկ մտածելը գնալով կլանա, ոնց որ մկաններդ են, չէ։ Իմ ջալոց ասեմ, ուղեղ է մարդու։ Ճիշտ մեր մկանների նման է, եթե չօգտագործեք, ինչ են լինում իրանք, բոլորս էլ գիտենք, թուլանում են եւ օգտագործելու անպետք են դառնում։ Հավատացեք, նույնն էլ ուղեղն է, պետք է ուղեղը միշտ պահել մարզական վիճակում, այսպես ասեմ, հա։ Բայց ի տարբերություն մկանների, մարմնի մկանների, որ գնում ես ջիմի 5 օր ցավից մեռնում ես ամբողջան, ուղեղը չի ցավում, գոնե լավ է դա, այսինքն ինքը պատրաստ է նոր աշխատանքներ կատարել, դժվարություններ հաղթահարել։ Ձեր խոնարհ ծառան ասում եմ, դու մտածի, ես մնացածը կանեմ։ Այստեղ մեր հարգարժան Խաչիկը Դեմիրճյան շատ արդարացի բան է ասում։
ասում է այդ հաշվելը լավ է, բայց օրեր կա որ չեք աշխատում է։ Դե լավ, հիմա մի սկսեք էլ։ Նկատի ունի։ Կերեք։ Հանգստի օրատոն, չգիտեմ, էս չկա, Դե ինտերնետը հիմա չկա։ լավ, մի 100 օր էլ տենց անի, հա։ Չէ, 2000 կա, կարը 2000 մի քանի կա, հազար օր հանդիպել ենք իրար, այդ կատակվան չէ ընկերներ, կատակվան չէ ամեն օր։ Դե ինչ, ուր գանք, էս մեր Այդ բան տեսանյութը որ ուղարկել էիր, Ռաֆայել։ տեսակ Գիտես ում հիշեցի երեկվա կնոջը որ զանգել էր։ Ճիշտ այդ սերիայից է, գիտեք ինչն է հետաքրքիր։ Հիմա սա երեկվա տիկին է էլի որ զանգեց այդ բրթոված որ Վարդանիկին ձերբակալել են։ Հարցը գիտեք ինչու՞մ է, այս տեսակ մարդիկ արգումենտ չունեն։ Այսինքն ասելու բան չունեն, հակա արգումենտ որ ասեն այսպես է դրա համար այսպես չի կարող լինի։ Եվ դրա համար ինչ են անում, ինչ էր ասում այդ տիկինը։ Դուք չգիտեք, մի խոսացեք, ուզում են լրացնել։ Հարգարժան տիկին եւ ձեր նման մտածողները, ես գիտեմ, որ իրականությունը ընդունելը շատ դժվար է, բայց վաղ թե ուշ պիտի այդ հաբը կուլ տակ իրականության, տրամաբանված իրականության։ Հենց որ ինչքան շուտ այնքան ավելի լավ ձեզ համար եւ ինչքան շատ մեզ լսեք, այնքան հեշտ կլինի իրականության հետ հաշտվել, ասեմ ձեզ այ։ Այսօր սրբերից ենք շատ խոսելու, երեք զանգեր, Գյումրի, բայց սրբերի հետ կապված հարցեր կան, Տեր Արամին, ով հմեկի վերջին Արքալույց արեցինք, արքալույց արավ։ Բավականին հայտնի դարձավ, ես երբեք տեղյակ չէի տեսել դեմքով, լրատվականներում է առանձնապես չէր հայտնվում վերջինս։ Ուրեմն մայրաթորը, հա, ոնց է ժողով են անում, հա, կարգալույց անելու Այո, հատուկ բան ունեն, հա։ Հատուկ ժողով տեղի ունեցավ, որի ընթացքում կարգալույց արվեց։ Իհարկե հարցազրույցներ, բան, լրագրողները գնացին հարց ու փորձ, բայց հետաքրքիրը որն է, որ եթերից մոտ 40 րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ հրապարակեց, ասելով, որ այս կիրակի օրը եկող էս կիրակի օրը նա մասնակցելու է Սուրբ Պատարագի, որը մատուցելու է հենց վերջին անգամ ամատուցում։ Հա, այդ կարգալույց լինելուց առաջ, այո։ Հա, հետաքրքիր է եւ վարչապետը մասնակցելու է։ Կարծում եմ դե իրան սпасելու են որոշ մարդիկ եւ ընդդիմությունը գնալու է, չգիտես ինչու, տենց ենթադրություն։ Ապրանք տեսնենք, ենթադրություն չեմ ուզում, բայց կարգալույց հրճակվեց Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Ըստ Մայրաթորի հաղորդագրության, տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Արաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթորը Չմիածնի պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը առ այն, որ Քահանա Ասատրյանը Ա. հրապարակային ելույթներով հայտարարություններով վարկաբեկել է հայոց եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականին։ Բ. Անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները, հարատևել է կարգազանց ընթացքի մեջ։ Բայց հետաքրքիր է, չէ, բառապաշար ինչքան տարբեր է, չէ, այս բան սրբերի այսպես ասենք, հա։ Հեսա նզով պիտի լինի Գ. Վերջում հետ։ Գ. Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին համայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդների անունների հիշատակության հատվածը։ Ահա, ոնց որ ասես բանի անուն ճարի ժամանակ Պուտինի անունը չի տվել, չէ, կամ բանի։ Բայց Էդ ուզում եմ։ երբեք չի լսել, որ ասում զեղչել է։ Այդ նսերմացնելն է, եկեղեցի զեղչել է։ Բայց դրանից առաջ էլ մի հատ բառ կար։ Ոնց է նախադասության սկիզբը։ Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածում վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագների կամայականությամբ զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Դ. Երիցս համարել է, ոչ թե սովորական է համարել է, երիցս համարել է ներկայանալ համաձայնության նիստերին հանձնախմբերի, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունը, ինչպես նաև իր անարգալից վերաբերմունքն է
ցույց տվել դրժել է հնազանդության ուխտը։ Մի րոպե, ուրեմն իրանք հնազանդության ուխտել են տալիս, հա։ Վաու։ Այդ ինչ։ Բայց ես դա չգիտեի։ Ոնց որ զինվորական բան լինի, էլի։ Հա, բա զինվորականից ինձ թվում է ավելի լուրջ է։ Զինվորականը 2 տարի ծառայեցիր, հաջողություն, ստեսախ կյանքդ կապած ես։ Բրծավ բան։ Վերջ, հա, դեյով է բրծնում։ Նզով չկար հələ որ։ Դե այս բաներով, մեղադրանքներով կարելի է կախաղանել բարձրացնել արդեն Տեր Արամին կարծում եմ։ Հա, հիմա այդ վերջին բանն է լինելու պատարակը եւ վարչապետը մասնակցելու է հայտարարեցին։ Տեր Արամ Քահանան Կիրակի օրը հրավիրում է Սուրբ Հովհաննավանք մասնակցելու պատարակի նշելով, որ պատարակը կմատուցի։ Այս Օհանավանքը այս աշտարակի մոտ է, կարծեմ թե։ Չգիտեմ։ Google Օհանավանք։ Հենց տենց է կոչում Օհանավանքի եկեղեցի։ Հովհանավանք։ H-O-V-H-A-N-N-A-V-A-N-K։ Ստվոց եմ կգժվի մարդ։ Հովհանավանք։ Վանական համալիր, ահա, Օհանավանում է գտնվում, ահա, հիմա տեսնենք, Հովանավանք։ Հայկական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասախ գետի կիրճի աջ եզրին, բարձր գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովանես Մկրտչին։ Պատմականորեն վանքը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտնի գավառի մեջ, կառուցվել 4-ից 13-րդ դարում։ Ավանդույթը ասում է սակայն, որ դրա հիմնադրումը վերագրվում է Գրիգոր Լուսավորչին։ Մի եկեղեցի չկա որ ճանաչեն Գրիգոր Լուսավորիչն, բայց Մի րոպե 4-ից որ դարում 13, 10 դար սարքել է, 9 դար սարքել են, այդ չեմ հասկանում այո։ Պատկերացնում ես տարին 3 հատ քար են դրել երևի էլի որ։ Բայց դու պատկերացնում ես ինչ պաթոսով են դրել այդ 3 քարերը, ինչ է բերել են, սկզբում Չէ, հետո է հետաքրքիր։ Սկզբում ոմն վանահորը Սյուղի անունով։ Այն կոչել է Սյուղի կամ Սովի վանք, Իսկ ժողովուրդը կոչել է ոչ թե Սովի, այլ Հանավանք։ Հաննավանք։ Արաքել Դավրիժեցու 17-րդ դարի վկայությամբ Հովանավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովանեսի անունով։ Հովանի անունով, որին Ղազար Փարփեցին էլ իր փոխարեն կարգել է վանքի առաջնորդ։ Այս մասը մի հատ նորից։ Հովանավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովանի անունով, որին Ղազար Փարփեցին իր փոխարեն կարգել է վանքի առաջնորդ։ Այսինքն Ղազար Փարփեցին պիտի լիներ։ Հա, ես գնում եմ ավելի բարձր պաշտոնի, արի դու զբաղեցնես վանքի։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործն է, այն միանալով բազիլիկին, որը փայտե ծածկի 6-րդ դարում փոխարինվել է քարե ծածկով, ուրույն կոթող է։ Այս եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում երկար տարիներ։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1221 թվականին Իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով։ Գավիթը ավելացրել է Վաչեի որդին Քուրդը 1250 թվականին։ Վաչեն երեխանը քուրդ է դրա։ Թե հիմա ինչ ասեմ դա։ No comment։ Վաչե, տղա։ Հիմա մեկը իր երեխանը քուրդ դնի, սրերով կգա։ Սրերով։ 6-րդ դարում արդեն Հովանավանքը իշտակվում է իբրև դպրության շինության ուրույն համալիր, որտեղ դպրությունը եղել է կարևոր գործոն։ Շուրջը գերեզմաններ են, լավ չէ։ Այդում գարտում վերջ։ Ամառ, այս chat GPT-ն այսքան բան որտեղից գիտի։ Հիմա ես որ փորձեմ այդ տեղեկությունները հատ-հատ հավաքեմ, կարող ամսից ավել տևի, այն էլ չեմ կարծում այդքան կարող եմ իմանալ ով է դրել անունը, ինչ է արել։ Որտեղից են գտնում, ինչ բան, որոնման բաներ ունեն իրենք, ես չեմ կարողանում պատկերացնել այմար։ Ռաֆայել, քանի տեղես մի հատ հարց ու էլի քանի եղեկեղեցի կա, ինչ կա։ Ախր ասма 4 կողմը եկեղեցիներ է, որի ճանապարհը ավելի բարդ ճանապարհը դեպի եկեղեցի ավելի է բարդացնում։ Այսինքն բանը գերեզմանները ճանապարհը դժվարացնում են։
Ոայ, ChatGPT-ը ինչա։ Մի հատ հարց է, էլի քանի եկեղեցի Ինչ կա ասեմ։ Հայաստանում, Ռաֆայել, որ վերջացավ այդ Այդ Հովհաննավան։ չեմ շարունակում, որտեվ բանա դա։ խայտարակն է կա։ Սիրուն տեղը պիտի կանգնես, ես հասկացել եմ։ Որտեղ որ հավեսը, հատը պիտի ստոպ անես։ Տես, մինչև գերեզմանները ամեն ինչը լավ էր։ Ասում եմ 4 կոմը գերեզմաններ են, որը դժվարացնում է դեպի եկեղեցի ճանապարհ, ասենք։ Ո որտեղ ասես թաղել է, էլի, ասին կանոն, բան չի եղել, որ այս ճանապարհը թողնենք եկեղեցու։ Հիմա գրում եմ քանի եկեղեցի կա Հայաստանում, մոտավոր է։ Հələ պատասխանը մի ասա, էլ հետարքիր է գուշակենք էլի։ Մոտավոր։ Ասեք, տվեց։ Ինչ թվում է 5-600 հատ կլինի երևի, էլի։ Ռադիո լսողները թող զանգարեն։ 5-600, օքեյ։ Դուք ասում եք 600։ Կոմենտներում գրեք, հարգելի բարեկամներ։ Մի քանի րոպե կսպասենք, կարող եք անգամ Լավ, մինչ այդ ուրեմն ասեմ, որ ուրա որ մասա Վարդան կաշառք ստանալու համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետը կալանավորեց 2 ամսով։ Համայնքի ղեկավարի լիազորություններն էլ իր կասեցվել են։ Ուրեմն հակակոռուպցիոն դատարանը Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը քննել է ամբողջ գիշեր, որոշումը առավոտյան հրապարակվեց։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը դատավորի որոշման համացնել ձեր ծանոթ չէ, ասում են այդ բանի Վարդանի Հակակոռուպցիոն կոմիտեն իրենց պնդմամբ կոռուպցիոն հանցագործության բացահայտման մասին 3 հայտարարեց, սրան զուգահեռ ուժայինները մտան Գյումրի քաղաքապետարան եւ ժամերան ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին։ Կոմենտներում գրում են թվերը կռահում են մեր ռադիո լսողները, դուք ասիք 600 Հակոբ Հայթայանը 2500 է գրում, Նոյեմ Հարությունյանը 1001, եթե դարքիր է, Մելանիա Ալեքսանյանը 550, Էմիկ Սինանյանը 460, Հրաչկեյոն 5000, Հագան 1200։ Գիտես ինչն է այդ Ամեն 5 քաղաքացուն մի եկեղեցի է հասնում։ Գիտես ինչն է այդ, գիտես Հրաչկեյոն ասում է 5000 մենք ծիծաղեցինք, բայց ամենամոտը ինքն էր։ 4500 եկեղեցի կա։ Ըստ ChatGPT-ի տվյալների, ես մի քանի տեղ գրեցի, մի տեղ գրում է 4300, մի տեղ գրում է 4760, մի տեղ գրում է 4000-ից ավել։ Մենակ Երևանում մոտ 40 եկեղեցի կա։ Մենակ Երևանում։ Լավ 4000 հələ վերցնենք, ամեն եկեղեցին քանի բան կունենա, հոգևորական կունենա, 5-6 հոգի կան, չէ՞ երևի որ Դե չգիտեմ, աղբյուրն է հետաքրքիր էլի որտեղից եւ այլն, բայց ChatGPT-ները տարբեր ինֆոներ են, այստեղ լինկերը կա, ըստ Armenian Churches in Region պորտալի տվյալների է ChatGPT-ն այս թիվը հրապարակում, հենց տեղը չի։ Տավուշի մարզում 100-ից ավել եկեղեցի կա, ըստ էլի ChatGPT-ի ըստ մասնագիտական տվյալների մարզերի բաշխման կարող ենք ներկայացնել թիվը։ Ցանկանում եք, այո, ասեմ այո։ Եկեղեցիների քանակը ըստ մարզերի։ Տեսնենք ինչ կասի։ Searching ասում ավելի հստակ տվյալներ չեմ կարող ներկայացնել Հայաստանում առկա 4000-ից ավելի եկեղեցի, մոտավորապես հասկացանք, հա, օքեյ։ Ուրիշ հարց մի հատ էլ Ռաֆայել այդ կապակցությամբ, քանի գործող եկեղեցի կա Հայաստանում, որտեղ տեսնենք 4000-ից քանիքն է գործում։ Քանի գործող եկեղեցի կա Հայաստանում, փորձենք հասկանալ։ Մինչ դա զանգ ունենք, լսենք զանգը, հետո այո, կանրադարձ կկատարենք, տեսնենք ով է միացել, ասենք բարի օր, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարի լույս Տերենիկ։ Բարի։ Բարև։ Հրաչկեյոն է։ 5000 քրեցի արանք քիչ էլի դեր 5000 սարքեք էլի նորեն սարքեք փոխանակ։ Դե բան առնելու սարքեցեք։ Սարքում են էլի, հա, սարքում ենք, պիտի տեսնենք, պիտի լավ։ Այսինքն կներեք, քիչ կարծում եք քիչ է այդ էլի է պետք։ Դե հեգնանքը երևում է։
Մերներ ջանից ինչ եղբայր ինչ իմանամ արդեն մեր աչքը Հիմա հարգելի պարոն Հրաչ, ոնց հասկանում ենք հիմա նոր տենդենց է, արդեն կոթողներ են կառուցելու խաչքարերի եւ Քրիստոսի արձանների տեսքով, ոնց հասկանում ենք այդտեղ է գնալու հաջորդ փուլը, թևակողում ենք այդտեղ, որ խաչքարեր, կոթողներ, մրցույթ է, չէ՞, էլի հայտարարված։ Այո։ Բարի։ Ձեզ լավ օր։ Վարսկենիդ կադա Ռաֆայել, այսօր նոր ճանապարհվում եմ արդեն, գլսենք վերջը։ Բարի, լավ օր ձեզ։ Գտնում եմ TV Washington, մտիկ կնենք։ Բարի ճանապարհ ձեզ, բարի ճանապարհ։ Thank you, Rafայել։ Մայրաքաղաք Վաշինգտոն ընկերներ, մեզ լսում են Լոս Անջելես, Ամերիկա, բաների այդ freeway-ների վրա եւ մեր շատ շարքի վարորդներ գրում են, զանգում են, ասում են Ռաֆայել ջան, Դերենիկ ջան, դες լսում ենք այդ ճանապարհը ավելի հանգիստ է դառնում, շատ ուրախ ենք, որ ձեր ճանապարհի ընկերն ենք նաեւ։ Գործող եկեղեցիների քանակն էիք հարցնում, հա։ Ըստ World Council on Churches պորտալի տվյալների Հայաստանում գործում է շուրջ 350-ից 400 գործող եկեղեցի։ Այլ տեղեկությունների գործող եկեղեցիների թիվը հասնում է 900-ի։ Եթե ուզում եք կարող եմ շրջել մասնակի կառույցները։ Չէ, բավական է այդքանը պատկերացում կազմեցինք էլի։ Ոնց է կոչվում։ 4-ից 1-ն է փաստորեն մոտավորապես նա գործող, հա։ Դե նայ, քանիսը խոնարհված են եւ գիտեմ, որ վերականգնման աշխատանքներ են կատարվում, այս վերջերս էլ Շիրակի մարզի ոնց էր կոչում, երերուկ, հա, երերուկ, եթե չեմ սխալվում, բավականին ըստ չրչի, նա ինչ է ասում, 2019 թվականի հաշվետվության մեջ նշված է, որ 600 եկեղեցի է գործում Հայաստանի կանոնադրության մեջ, այսինքն եթե, հա, 650-ն է, որ բանով թուղթով թանակով որ գործում է, մնացածը արդեն հարցակային տակ է։ Դե, այս անկետներ, տվյալները ըստ ChatGPT, որքանով ամբողջական արդեն թողնում եմ ձեզ։ Ինչ անենք, գնանք ընդմիջման, հետո գանք նորությունների։ Այո, գնանք ընդմիջման, գանք եւ շարունակենք քննարկումը, հուսամ հեռու չեք գնա։ Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music, հայերի ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մեկ եկանք, հարգելի բարեկամներ, ողջույն։ Այո, սիրելիներ, մի երկու կարճ նորություն ասեմ ձեզ։ Առաջինը շատ լավ նորություն է, ուրախ եմ դրա համար։ Ուրեմն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային ծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Այո, բրավո։ այո։ Սա գիտեք ինչ կարևոր բան է, բարեկամներ։ Դուք պատկերացրեք ամեն երիտասարդի ոնց որ 6 ամիս կյանք նվիրես իրեն արդեն որ պիտի այդ բանակում դե ով ուզում բանակում լինել իհարկե մենք հասկանում ենք որ բանակ անհրաժեշտությունն է պետք է եւ դրա համար մեր երիտասարդներին տանում ենք բանակ բայց սա նշանակում է որ այդքան ուրեմն վիճակը լավ է որ կարող են 2 տարվա փոխարեն մեր երիտասարդները ընդամենը 1.5 տարի ծառայել ինչով շնորհավորում են բոլորին մանավանդ ծնողներին 6 ամիս շուտ են տեսնելու իրենց երեխաներին 6 ամիս իրենց կյանքը ավելի երկարելու է այդ իմաստով ուսման բոլոր հարցերում Սվիններով ընդունեցին այս լուրը բնականաբար ընդդիմության ներկայացուցիչները, անգամ բոյկոտի նման բաներ հայտարարեցին եւ այլն, անգամ Բարսասիչյան զինվորականներ, նախկին եւ ոչ այդքան շատ վատ է, այս ինչ արեցին, քանդում եք այս երկիրը, այս ամեն ինչը եւ այլն։ Այնինչ կարծում եմ սթափ գիտակցող մարդկանց մեծամասնությունը, մանավանդ այն մարդիկ, ովքեր իրենց եղբայրներին, զավակներին ճանապարհելու են բանակ, իրոք ձեր ասածի պես այդ 6 ամիսը լուրջ թիվ է։ Իսկ սկզբանե ասում է նրա ուրեմն ըստ Փաշինյանի պաշտպանության նախարարը խորհրդանական գործընկերների հետ քննարկումների ընթացքում օրենսդրական նախաձեռնությունը դրել շրջանառության մեջ, որ առաջարկում է լա։ Իսկ սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորում ուժի մեջ կմտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում ենք ունեցել պաշտպանության նախարարի եւ խորհրդական ընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի ուժի մեջ մտնի, ավելի շուտ ուժի մեջ մտնի եւ այսպեսով 26 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից ընտիրա շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին, մանավանդ իրենց ծնողներին։ Սա լուրջ քայլ է, Եվս մեկ նորություն ունենք, ուրեմն այդ ժանրից ոնց որ
Չէ, բայց Այդ էլի ես ժանրից ուրախ կամ եմ է սրա ատելության։ համար։ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է գլխավոր դատախազության հայցադրումը ընդդեմ ազգային ժողովի նախկին падգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգների եւ նրան փոխկապակցված անձանց 2020 թվականի մահացած կոռուպցիոն հանցագործությունների համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգներից եւ նրա փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1.2 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոց հայտնել է դատախազությունը։ Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազությունը կնայեցնենք վերաքննիչ բողոք։ Հիմա նայեք, ինչ է ստացվում, որ մարդը հանցագործություն արել, թալանել է եւ այլն, հետո մահացել է։ Հա։ Դե հիմա այդ ինչ է նշանակում, որ ինչ որ ինքը թալանել է, պետք է մնա թալանված։ Իհարկե չէ, պետք է վերադարձվի ումից որ թալանել են, այսինքն հանրապետությանը կամ ժողովրդին, քանի որ մենք ժողովրդավար երկիր ենք, այնպես որ կարծում եմ շատ արդարացի որոշում է։ Հեսա սրա շուրջը էլ ընդդիմությունը կոնսոլիդացնի իր ուժերը, մեռած մարդուն հանգիստ չեք տալի, ես չեք անում, չեք անում, բայց տնտեսականի հետ կապված մի մանավանդ բանակ, թեմաների շարունակությամբ պատմական որոշում է եւ Ղազախստանում այսօր Կասիմ Ժոմարտ Տոկաևի ներկայությունը Ժոմարտ Տոկաև շատ ենք խոսացել Ժոմարտի մասին, պարոն Տոկաևի հյուրն էր Ադրբեջանի նախագահը, հետաքրքիր բաներ ասեց, որ փաստորեն Ադրբեջանը պաշտոնապես վերացրել է Հայաստանի դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները եւ շուտով առաջին բեռնատարները Ադրբեջանի տարածքից մտնելու են Հայաստան, իդեպ ասենք, որ Ղազախստանի բեռնատարներն են դրանք, որով Հայաստանը ցորեն է գնել Ղազախստանից եւ Ղազախստանի բեռնատարները անցնելու են այդ ճանապարհով։ Ոնց հասկանում են Ղազախստանից ծովով գալու են Ադրբեջան, Ադրբեջանից բեռնատարները գալու են Հայաստան։ Ադրբեջանը վերացնում է այսօրվանից դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նախկինում, հայտարարել է Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի նախագահի խոսքով առաջին նման տարանցման օրինակը լինում է Ղազախստանի հացահատիկի տեղափոխումը։ Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության բոլորովին նոր փուլ է սկսվել եւ վերջին ռազմական բախումներից ընդամենը 2 տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը վկայում է, որ երկու երկրներն էլ քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ են ցուցաբերել, ասել է Ալիևը Ղազախի գործընկերոջ մոտ։ Ալիևը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման, հարաբերության կարգավորման գործում։ Դες այդ բեռնատարներին դու տեսնե ինչ են անելու, հեսա էլի միտինգ գնան, որ անցակետով պիտի անցնի, մտան, բան, մի խոսքով տեսնենք։ Հացահատիկը չի որ Ղազախստանից հացահատիկ են կառնում, գիտե Ռուսաստանից է, բան, բայց Ղազախստանը գիտես ինչ բան ունի, հացահատիկի հսկայական դաշտեր ունի։ Եվս մեկ հաղորդագրություն Ալիևից։ Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության ստեղծման ուղղված աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում դե նկատի ունի մեզ այլ երկեր ասելով այդ աշխատանքները նույնքան արագ կիրականացվեն։ Այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ 28 թվականի վերջին։ Բայց դες էլի շարունակում է համառորեն կարծես թե իմացանք ինչա, այն օրն էլ այդ թեմայի շուրջ էր, ուրեմն այդ ճանապարհը, որը ձգվում է կենտրոնական Ասիայից գալիս է հասնում է, չգիտեմ, Ստամբուլ, Բոսֆորի ափեր, իրանք կոչում են Զանգեզուրի միջանցք։ Ուզում ես վել ելի, ուզում ես երկև։ Հայաստանի տարածքով անցնող հատվածը կոչում է Թրիփ։ Թրամփի ճանապարհ։ Հիմա մնացածը արդեն էմոցիոներ, բաներ, այդ սաղ մի կողմ դրած։ Այդ ճանապարհը, որը թուրքական աշխարհի մեջով է անցնում, ոնց որ կենտրոնական Ասիայից, Թուրքմենստանով, չգիտեմ, Ուզբեկստան, որտեղ որ գալիս է, գնում մինչև Ստամբուլ։ Իրան կոչում են բան ինչ անը, Զանգեզուրի միջանցք, որը մենք մենք այդ եմ ասում։ Իրանք այդ են կոչում են, ինչ ուզում են թե կոչեն։ Հայաստանի տարածքում անցնող ճանապարհը Թրիփա իրանց տերմինաբանությամբ Թրիփը Զանգեզուրի միջանցքի հատվածն է, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Հիմա ինչ կարող ես դրա դեմ անել ուղղակի։ Այդ մեզ ոնց ասեմ,
ոչ թե նսեր մասնելու, այլ մեզ հերթական անգամ այսպես վատ դրության մեջ դնելու քայլերից մեկն է, էլի, որ Ադրբեջանը մշտապես կեղտոտ բան կարճ ասած։ Դե կարողանում են, Դե հա։ կարողանում են, հա, ինչ։ Այստեղ մեր Եվ բան ասում էիր։ Չէ, թեմայի մեջ չի։ Հա, թեմայից դուրս էլի Ճապոնիայի խորհրդարանը երեքշաբթի օրը երկրի առաջին կին վարչապետ ընտրեց ծայրահեղ պահպանողական Սանայե Տակաիչին։ Այո, Սանայե Տակաի եւ շատ պահպանողական է, այո։ Դե Ճապոնիան ոտքից գլուխ ոնց տեսնում եք շատ կոնսերվատիվ երկիր է։ Դժվար է այդպես ասելը, բայց բան են տրադիցիաները իրանց արգող են այդպես ասել։ Իրանց ոչի մեջից դուրս եկող չեն, անգամ տեսեք Լոս Անջելեսում այդ Little Japan բաները որ կա, իրանց թաղամասերը իրանք sense պահպանում են իրանցը, մետարկիր է։ Նոր կին ղեկավար։ Ախր հիմա են այսպես իրենք խելոք բան, մի ժամանակ ինչ ռազմատենչ ժողովուրդ են, գիտեք, ճապոնացիները։ Մեզ մոտ այնպեսի տպավորություն է, որ բացի գլուխ խոնարհելուց ու շնորհակալություն ասելուց էլ բան չեն անում, բայց հավատացեք արել են, ահավոր բաներ են արել։ Մանավանդ հա այդ Pearl Harbor-ի վրա որ հարձակվեցին առանց պատերազմ հայտարարելու ամերիկյան նավատորմի վրա հարձակվեցին եւ գրեթե ամբողջությամբ ոչնչացրին։ Բա իրանց ժողովրդի կամիկադզիները, այդ սամուրայների օրենքը, բաները շատ լուրջ են։ Ուրեմն ճակատին կապում են այդ իրենց դրոշակը կարմիր արևով մի բաժակ սակի ու իրենց ինքնաթիռները բենզինը լցնում են միայն մի կողմի համար, իրենք գիտեն որ հետ չեն գալու։ Կարակում են մինչև վերջի փամփուշտը, հետո էլ իրանց ինքնաթիռով գնում ու մխրճվում են ամերիկյան նավերի վրա։ Բայց ինչ շատ թանկ վճարեցին դրա համար, 2 ատոմային ռումբ, որ պայթեց Ճապոնիայի Նագասակի եւ Հիրոսիմա քաղաքներում։ Ու գնան մտածեն հիմա։ Դե ինչ, այստեղ ուրեմն բազմակետ դնենք շարունակելու ակնկալիքով։ Արդեն ժամը համոտեցավ, հա։ Մենք AMPM հաղորդում էլ ունենք մեր ռադիոլսողներին հիշեցնեմ, ես գնամ պատրաստվեմ մեր երաժշտական հաղորդմանը։ Այստեղ մեկնաբանություններ կան իհարկե, ուրեմն օկտատերերն են գրում, որ ինչ որ մեկնաբանություններում բաներ են գրում, ինձ մոտ չկա անկերներ ու մենք որպես կանոն չենք էլ հետևում ամեն մեկի գրածին եւ այլն, բայց եթերից հետո կնայեմ, ովքեր կարգու կանոնի մեջ չեն, իրենց ավելորդություններ են ցույց տվել, ըստ այղը կբլոկվեն Հավիտյանս, Հավիտենից։ Մի անհանգստացեք, ինչ գրեն, իրենց մասին թող գրեն։ Ունեք ավելացնելու բան, Դերենիկ։ Չէ, մաղթում եմ լավ որ բոլորին մեզ մոտ գլենդելում ընտիր, արևային, արևոտ եղանակ, այո։ Մարդու աշխատելու հավեսն է գալիս։ Բայց ես կարծում եմ ի վերջո մեր այս բանը պետք է 2 ժամ դառնա երևի, Ռաֆայել, ես տենց եմ տեսնում։ Դե տեսնենք, այդ ընթացքից է կախված, մենք նենց նոր նախագծում։ Որտեղ մի ժամում նոր սկսում ենք բան անել մի տեսակ, էլի, հունի մեջ մտնել։ Դե նայեք, դուք եթերը ձեր երբ է սկսում է արդյունով։ Գնում ենք Իմ եթերը ուղիղ եթերը սկսվում է 10:30։ 10:30, այսինքն հիմա ինձ կես ժամ պետք է պատրաստվելու, այսինքն մինչև 9-ից 10-ը որ 10-ի որ բան անեմ, կհարցնեմ, էլի։ Հեսա ես գալիս եմ, մի հատ կհասկանանք ինչ ոնց ինչպես եւ ըստ այդմ Ահա որ գաս կզրուցենք այդ թեմաներով։ Այսքանը, ձեզ լավ բոլորիդ լավ օր, ստեսություն։ Հաջողություն։ Դե ինչ ընկերներ, այսքանը այս պայի համար ես գնում եմ պատրաստում AMPM հաղորդաշարին, կուսումնասիրեմ անպայման ով ինչ եւ ինչու է վերջնականապես խելքը թրծրել եւ կջնջեմ անպայման մեկնաբանություններից, ես եթերի ընթացքում ժամանակ չունեմ որ նստեմ խմբագրությամբ զբաղվեմ։ Շատ նորմալ են վերաբերում, որովհետեւ կարծում եմ ցանկացած հանրային տիրույթում կգտնվեն այդ սպամները, բոթերը եւ մնացած երևույթները, ովքեր կինքնարտահայտվեն, իսկ մենք ասում եմ քարավանը գնում է շունը հաճում։ Մենք մեր գործն ենք անում վստահ, գնում ենք առաջ լավատեսությամբ եւ նորը բացահայտելու ձգտումներով։ Իզես հարգելի բարեկամներ, ասում եմ առայժմ AMPM հաղորդման շրջանակներում հանդիպելու ակնկալիքով